Ժամը 13-ն էր, Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, շատ բարի օր։ Այսօր Արցախում տեղի ունեցած բենզալցակայանի ողբերգական պայթյունի երկրորդ տարելիցն է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում բռնկված պայթյունն իր մասշտաբներով անկախության շրջանում մեր ժողովրդին պատուհասած թերևս ամենամեծ մարդածին աղետն էր, որը տեղի ունեցավ Արցախի բնակչության բռնի տեղահանության ընթացքում։ Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին վառելիք ստանալու համար, որ կարողանան հասնել Մայր Հայաստան։ Տարբեր տվյալներով պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 218, վիրավորվել ավելի քան 290 մարդ, անհետ կորած է համարվում 23 մարդ։ Այս թեմայով ռեպորտաժ կունենանք մեր հետագա թողարկումներում։ Երկրի վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, կառավարությունից հայտնում են, որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին։ Իսկ նախորդին Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումների օրակարգով։ Հատուկ ուշադրություն է դարձվել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկներին, դրանց տեխնիկական, ֆինանսական եւ անվտանգային ասպեկտներին։ Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր գործընկերների եւ միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության տարբերակները, ֆինանսավորման մոդելների, տեխնոլոգիական լուծումների եւ ժամկետների վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ծննդյան օրվա առթիվ վստահություն հայտնել, որ նրա առաջնորդությամբ Վրաստանը շարունակելու է հաստատուն քայլերով առաջ ընթանալ, արձանագրելով կայուն զարգացում բոլոր ոլորտներում։ Մեջբերեմ, մեծապես գնահատելի է ձեր կարևոր ներդրումը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերային հարաբերությունների առավել խորացման եւ առկա ներուժի շարունակական իրացման հարցում, գրել է Փաշինյանը։ Կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որից չի զեկուցվում 34-ը։ Գործադիրը հաստատել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների 2026 թվականի տարեկան ծրագիրը։ Որոշման նպատակն է Սևանի որպես ազգային եւ տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանումը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը եւ Սևանա լճի ջրհավաք հավազանի էկոհամակարգերի կայուն օգտագործման ուղղված ծրագրերի եւ միջոցառումների պարտադիր կատարման ապահովումը։ Կառավարությունը որոշում է կայացրել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը ազգային ժողով ներկայացնելու մասին։ Արտգործնախարար Շարարատ Միրզոյանն ու Ադրբեջանի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին։ Նախորդին Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչեգերի հետ, քննարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ պատանդարված քաղաքացիների ազատ արձակման, ինչպես նաեւ Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակման պայմաններում նրանց այցելությունների կազմակերպման խնդիրները։ Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի ու Արարատ Միրզոյանի հանդիպման օրակարգում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացման ուղղված նախաձեռնություններն էին, երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման տեսլականին ու արտահայտված քաղաքական կամքին համահունչ։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային խաղաղության ամրապնդման նախաձեռնություններին։ Նյու Յորքում Արարատ Միրզոյանը եւ Մոնղոլիայի արտգործնախարար Բատմուն Խբացեցեկը ստորագրել են Մոնղոլիայի եւ Հայաստանի կառավարությունների միջև դիվանագիտական ու պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։ Մինչև այդ դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորությունները։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Նյու Յորքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը եւ ընդգծել, որ Մոսկվան պետք է կառուցողական միջոցներ ձեռնարկի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։ Հանդիպումը տեղի ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում։ Լավրովի ելույթը գլխավոր ասամբլեայում նախատեսված է սեպտեմբերի 27-ին, որից հետո ռուսաստանցի նախարարը մի քանի երկկողմ հանդիպումներ կունենա։ Ռուբիոյի հետ իր հանդիպման արդյունքների մասին հարցին արձագանքելով Լավրովը առանց խոսքի բութ մատնև էր բարձրացրել։ Լավրով-Ռուբիո զրույցը տևել է 1 ժամ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոշտ քննադատության է ենթարկել այն երկրներին, որոնք այս օրերին Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշում են ընդունել, այն անվանելով ամոթալի կապիտուլյացիա պաղեստինյան ահաբեկչության առջև։ Նման քայլերը ոչ մի կերպ չեն պարտավորեցնում Իսրայելին պաղեստինյան պետություն չի ստեղծվի, նշել է նա իր գրասենյակի տարածած հակիրճ հաղորդագրության մեջ։ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ մեկ տասնյակ երկիր է հայտարարել Պաղեստինը ճանաչելու մասին, շեշտելով, որ երկու պետություն բանաձևով լուծումը համարում են խաղաղության և անվտանգության հիմք թե պաղեստինցիների, թե իսրայելցիների համար։ Հիշեցնեմ, շատ ավելի վաղ Պաղեստինը ճանաչել էր Հայաստանը։ Միջազգային լրահոսի ուշագրավ մյուս դրվագները մեկ տեսաշարով։ Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի ռազմական էլեկտրաենթակայանը ոչնչացնելու մասին։ Ուկրաինան էլ իր հերթին հաստատել է Դաշնության տարածքում մի շարք հաջող հարվածներ, այդ թվում Նովորոսիսկի նավահանգստի վրա անօդաչուների հարձակումը, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս ռազմական գործողություններին զուգահեռ Զելենսկին առաջարկում է Պուտինի հետ երկկողմ հանդիպում, սակայն Կրեմլը նշում է, որ հանդիպումը պահանջում է նախապատրաստություն, մեղադրելով Կիևին բանակցությունների առաջխաղացման հարցում հետաքրքրություն չցուցաբերելու մեջ։ Վոլոդիմիր Զելենսկին ՄԱԿ-ը արդյունավետ է անվանել պատերազմ ապրող երկրների համար։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթում Ուկրաինայի նախագահը հայտարարել է. «Միայն մենք ինքներս կարող ենք երաշխավորել մեր անվտանգությունը»։ Զելենսկին զգուշացրել է, որ այժմ ընթանում է մարդկության պատմության մեջ ամենակործանարար սպառազինությունների մրցավազքը, քանի որ դրանում ներգրաված են արհեստական բանականությունն ու անօդաչու թռչող սարքերը, ինչ կարող են ակնկալել Սուդանը, Սոմալին, Պաղեստինը կամ պատերազմի մեջ գտնվող որևէ այլ ժողովուրդ ՄԱԿ-ից։ Տասնամյակներ շարունակ միայն հայտարարություններ, ասել է նա։ Ուկրաինացի առաջնորդը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ չկան բացի զինակից երկրներից, ընդգծելով, որ զենքն է որոշում գոյատևումը, իսկ միջազգային իրավունքն աշխատում է միայն այն դեպքում, երբ կան հզոր բարեկամներ, որոնք իսկապես պատրաստ են պաշտպանել այն, եւ նույնիսկ դա չի աշխատում առանց զենքի, շեշտել է նա, հավելելով, որ զենքը զարգանում է ավելի արագ, քան պաշտպանվելու կարողությունը։ ՄԱԿ-ում գրեթե 5 տասնամյակի դադարից հետո Սիրիայի առաջնորդի առաջին ելույթում անցումային նախագահ Ահմեդ Ալ-Շարան խոստացել է պատասխանատվության ենթարկել միջհամայնքային բռնությունների մեղավորներին, միաժամանակ հայտարարելով Իսրայելի հետ ճգնաժամը դիվանագիտությամբ հաղթահարելու մտադրության մասին։ ԱՄՆ-ի ճնշման ներքո Դամասկոսն ու Թել Ավիվը բանակցում են անվտանգության պայմանագրի շուրջ, որի համար Իսրայելը Ասադի տապալումից հետո սիրիական տարածքներ զավթելով պահանջում է Սիրիայի հարավ-արևմուտքի ապառազմականացում և դրուզների անվտանգության երաշխիքներ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հանդիպում է ունեցել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել է, որ Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը հետաձգելու շուրջ համաձայնագիրը դեռ հնարավոր է, սակայն ժամանակը սուղ է։ Համաձայնության հասնելու համար եվրոպական տերությունները Թեհրանից պահանջում են կատարել մի շարք պայմաններ, այդ թվում վերականգնել ՄԱԿ-ի միջուկային տեսուչների մուտքը երկիր։ Եմենի հութիները ստանձնել են Իսրայելի հարավում Էլիաթ քաղաքում անօդաչու թռչող սարքով հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով վիրավորվել է առնվազն 20 մարդ։ Հութիների խոսնակ Յահյա Սարեան հայտարարել է, որ հարձակումը հաջողությամբ հասել է նպատակին, քանի որ Իսրայելի ակաութային պաշտպանության համակարգերը չեն կարողացել խոցել դրոնը։ Իսրայելի բանակը հաստատել է, որ Եմենից արձակված անօդաչուն ընկել է Էլայաթում, չնայած խոցման փորձերին։ ՄԱԿ-ում երկու պետության սկզբունքով բանաձևի ընդունման և Պաղեստին պետության ճանաչման նոր ալիքի ֆոնին Գազայի բնակիչները զգուշավոր լավատեսություն են հայտնում, հուսալով, որ դիվանագիտական տեղաշարժը կբերի երկարատև հակամարտության ավարտին։ Սակայն նրանք ընդգծում են, որ սա պետք է ուղեկցվի կոնկրետ քայլերով Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու համար, քանի որ Գազայում ավերածություններն ու մարդկանց տեղահանությունները շարունակվում են։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Թրամփը ՄԱԿ-ի այս հոբելյանական գլխավոր ասամբլեայի գլխավոր հերոսն է։ Համենայն դեպս ամբողջ աշխարհը դեռ խոսում է նրա ելույթում խաղաղությունների նրա ցուցակի վերաբերյալ։ Այս անգամ նա իլուր աշխարհի հայտարարել է, որ 8 ամսում 7 պատերազմ է դադարեցրել։ Մենք այդ ցուցակում 5-րդն ենք։ Նրա թվարկածներից Եգիպտոսն ու Եթովպիան չեն պատերազմել։ Ու միայն դա չէ հետաքրքիրը, ինչ Թրամփը վերադարձել է Սպիտակ տուն, ՄԱԿ-ի անդամավճարը չի փոխանցել, ինչի հետևանքով ՄԱԿ-ում աշխատակիցների եւ բյուջեի ահռելի կրճատումների վտանգ կա։ Եվ ահա դրա ապտուղներից երկուսի հետ Թրամփը բախվել է ամբիոն հասնելու ճանապարհին։ Նախ փչացել է շարժասանդուղքը, Թրամփն ու Մելանիան մնացել են աստիճաններին։ Հետո ելույթի ժամանակ փչացել է հուշարարը, սուֆլյորը, այն սարքը, որից պետք է կարդար տեքստը։ Անի Հովանիսյանն է մանրամասնում։ And I don't mind making this speech without a teleprompter.
Ես խնդիր չունեմ առանց հուշարարի ելույթ ունենալու հետ, այսպես ավելի սրտանց կխոսեմ, կարող եմ միայն ասել, որ ով էլ լինի այս հուշարարի պատասխանատուն, մեծ խնդիրներ է ունենալու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հենց այսպես սկսեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթը։ Նա միայն հուշարարից չէ, որ դժգոհ է։ Ըստ նրա, գրասենյակի վերանորոգումն էլ թանկ ու անորակ է արվել։ Թրամփին հունից հանել էր նաև գրասենյակի անսարք շարժասանդուղքը։ Եթե առաջին տիկինը չլիներ լավ մարզավիճակում, ընկնելու էր, բայց նա լավ մարզավիճակում է։ Մենք երկուսս էլ լավ մարզավիճակում ենք, կանգուն մնացինք։ Նախագահի գրեթե 1 ժամանոց ելույթը բարգավաճող Ամերիկայի ու Ամերիկայի շնորհիվ բարգավաճող աշխարհի մասին էր։ Համաշխարհային հարթակում Ամերիկան կրկին հարգված է, ինչպես երբեք։ Մտածեք 2, 3, 4 տարի առաջվա մասին կամ անգամ 1 տարի առաջ, մենք ծաղրի առարկա ենք ամբողջ աշխարհում։ Խաղաղարար Թրամփը հիշեցրեց, որ 7 պատերազմ է կանգնեցրել առանց ՄԱԿ-ի օգնության եւ արժանի է Բաղդալի Նոբելյան մրցանակին։ Ընդամենը 7 ամսում ես ավարտեցի 7 անվերջ պատերազմ, ասում էիք դրանք լուծելի չեն, որ դու երբեք չես կարող դադարեցնել դրանք, եւ ափսոս, որ բոլոր դեպքերում էլ ՄԱԿ-ը նույնիսկ չփորձեց օգնել։ Հիմա նրանք մեկ բան են անում, գրում են խիստ նամակ եւ դրանով էլ ավարտում։ Դրանք դատարկ խոսքեր են, իսկ դատարկ խոսքերը պատերազմ չեն կանգնեցնում։ Նշված 7 պատերազմներից մեկը, որ Թրամփը կանգնեցրել է, Եգիպտոսի ու Եթովպիայի մեջ էր։ Իրականում այդ երկրների միջև ռազմական գործողություններ վերջին անգամ տեղի են ունեցել 18-րդ դարում։ Նրանց կոնֆլիկտը կապված է Նեղոսի վրա Եթովպիայի կառուցած ամբարտակի հետ։ Մենք կարգավորել ենք հակամարտությունը Ադրբեջանի ու Ալբանիայի միջև։ Azerbaijan is actually pronounced Azerbaijan. Ներողություն եմ խնդրում, ես սխալ եմ թույլ տվել, Ադրբեջանը արտասանվում է Աբերբեջան, իսկ Արմենիան Ալբանիա։ Is pronounced Albania. Հետո Թրամփը խոսեց ռուս-ուկրաինական պատերազմից, նշելով, որ եթե ինքը այն ժամանակ նախագահ լիներ, պատերազմ չէր լինի։ Ես անընդհատ աշխատում եմ նաև Ուկրաինայում սպանությունները կանգնեցնելու ուղղությամբ։ Մտածում էի 7 պատերազմից ամենահեշտը դա կլինի, որովհետև Պուտինի հետ իմ հարաբերությունները միշտ լավ են եղել, բայց գիտեք, պատերազմում երբեք չգիտես ինչ է լինելու։ Թրամփը առիթը բաց չթողեց այս անգամ ՄԱԿ-ի ամբիոնից եւս մեկ անգամ սպառնալու միգրանտներին։ Ավելին, նա իր ելույթի մեծ մասը նվիրել էր հենց նրանց։ Մեր ուղերձը շատ պարզ է, եթե անօրինական կերպով մտնում ես Միացյալ Նահանգներ, գնալու ես բանտ կամ հետ այնտեղ, որտեղից եկել ես, կամ գուցե նույնիսկ ավելի հեռու, գիտեք ինչ նկատի ունեմ։ Փակ պահեք ձեր սահմանները, զգուշացեք ձեր մշակույթը ու ժառանգությունը ոչնչացնող միգրանտներից։ ԱՄՆ նախագահը Եվրոպայի առաջնորդներին առանց խորհուրդների չթողեց։ Ձեր երկրներից յուրաքանչյուրը կործանում է ինքն իրեն։ Եվրոպան լուրջ խնդիրների մեջ է։ Նրանց մոտ ներխուժել է անօրինական միգրանտների մի բանակ, որի նմանը երբեք չի եղել։ Ապօրինի ներգաղթյալները հեղեղում են Եվրոպան եւ ոչ ոք ոչինչ չի անում նրանց դուրս բերելու համար։ Այս հրոտերաբանությունը վաղուց է անհանգստացնում իրավապաշտպան կազմակերպություններին։ Human Rights Watch-ը զգուշացնում է, որ Թրամփի քաղաքականությունը խորացնում է հումանիտար ճգնաժամը, իսկ Civicus Monitor-ը ԱՄՆ-ում քաղաքացիական ազատությունների վիճակը գնահատել է որպես սահմանափակված, հենց Թրամփի վարչակազմի սպառնալիքների պատճառով։ Օրեր առաջ ABC-ն անժամկետ ընդհատել էր Ջիմի Քիմելի Late Night Show-ն Չարլի Քրքի սպանության մասին իր հայտարարություններից հետո։ Սա բողոքի մեծալիք էր բարձրացրել թե հաղորդման երկրպագուների, թե այլ հաղորդավարների շրջանում։ Ջիմի Քիմելի Show-ն այսօր եթեր վերադարձավ։ I posted a message on Instagram on the day. Ես հաղորդագրություն էի տարածել Instagram-ում այն օրը, երբ նա սպանվեց։ Իմ սերը ուղարկելով իր ընտանիքին։ Նպատակ չունեի որևէ կոնկրետ խմբի մեղադրել այն գործողությունների համար, որոնք ակնհայտորեն կատարեց խորը հոգեկան խանգարումներ ունեցող անձը։ Ըստ արևմտյան վերլուծաբանների Թրամփի այս ելույթը եւ ընդհանրապես նրա քաղաքական ոճը խորը բևեռացում են առաջացնում ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ աշխարհում։ Քննադատները զգուշացնում են, որ պոպուլիզմի, ազգայնականության եւ թշնամու կերպարի ստեղծման այս կոկտեյլը քայքայում է ժողովրդավարական ինստիտուտները եւ միջազգային կարգը։ Անի Հովանեսյան, Reopen Media։ ՄԱԿ-ի ամբիոնից Թուրքիայի նախագահ Էրդողանն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորմանը, սակայն առանձնապես ոչինչ չի ասել, ոչ մի բեկումնային նորություն։ Հայաստանի իշխանության ակնկալիքն այն է, որ հայ-թուրքական կարգավորման արդյունքում սահմանը կբացվի եւ տնտեսական մեծ օգուտներ կլինեն։ Այս առումով, սակայն կարծիքները տարբեր են, հաշվի առնելով թուրքական ապրանքների հնարավոր ներհոսքն ու դրա հետևանքով հնարավոր խնդիրները։ Ի վերջո ենթադրենք սահմանը Թուրքիան ի վերջո բացեց։ Ինչ հեռանկարներ դա կբացի Հայաստանի առաջ եւ ինչ հնարավոր ռիսկեր
բերի իր հետ։ Փորձել ենք հասկանալ, թե ով ինչ է ասում։ Մերի Դանիելյանն է խոսել մասնագետների հետ։ Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Էրդողանի խոսքով Անկարայի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Դա ենթադրաբար ներառում է նաեւ հայ-թուրքական սահմանների բացումը, ինչի դրական կողմի մասին հաճախ է խոսում Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, ընդգծելով, որ արդյունքում շահելու է մեր երկրի տնտեսությունը։ Ըստ Գևորգ Պապոյանի, որպեսզի հիմնավորված եւ ապացուցված լինեն պնդումները, թե գործընթացը իր բառերով տնտեսական թոքերի բացում է, որոշել են համաշխարհային գիտական հանդես հոդվածներ տպագրելով պատասխանել բոլոր կասկածողներին։ Օրինակ, առաջին հոդվածում 2 ինդեքս են առաջ քաշել։ Առաջինը նմանության, երկրորդը փոխլրացման։ Առաջին ինդեքսով Հայաստանի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի ինդեքսը, այսինքն 0.25 է, դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ այն ինչ որ արտահանում են Թուրքիան ու Ադրբեջանը եւ այն ինչ որ արտահանում է Հայաստանը, իրենք նման չեն, այսինքն հետեւաբար այդտեղ մենք խնդիր ունենք, այսինքն խնդիր չունենք, որտեղ մենք հիմնական ուրիշ բաներ ենք արտահանում։ Փոխլրացման ինդեքսն ըստ էկոնոմիկայի նախարարի 0.5 է, ինչը նշանակում է, որ այն ապրանքատեսակները, որոնք ներմուծում է Հայաստանը, Թուրքիան արտադրում է, իսկ որոնք մեր երկիրը արտահանում է, իրենք են ներմուծում։ Ավելի վաղ Պապոյանը հայտարարել էր, թե Հայաստանի ամենամեծ օգուտը լինելու է Թուրքիայի միջերկրական ծովի նավահանգիստներին հասանելիություն ունենալը։ Ընդդիմադիր գործիչներն էլ հակառակն են պնդում, ասում են սահմանի բացումը չի նշանակում, որ Հայաստանը լոգիստիկ խնդիրներ չի ունենալու, իսկ տնտեսությունը ոչ թե աճ, այլ անկում է գրանցելու։ Եթե այո սահմանները բացեն կամ շուկաները բացեն, թուրքական էժան լոլիկը կգա Հայաստան, կարճաժամկետ կտրվածքով տեքստիլը, գյուղատնտեսություն եւ տեքստիլն ենք, կարճաժամկետ կտրվածքով այո գները կընկնեն, որովհետեւ էժան լոլիկ կգա, բայց հայկական գյուղատնտեսության հերը կանից են վերջնականապես, թուրքականով կողողեն, հետո որ դաշտը մնա թուրքերին գներն էլի կբարձրացնեն։ Էկոնոմիկայի նախարարը կրկին հղումանելով իր համահեղինակած հոդվածներին համոզմունք է հայտնում։ Մեր երկրի առաջ լայն հնարավորություններ են բացվում։ Գիտականորեն ապացուցել ենք, որ այդպիսի բան չկա, ընդհակառակը սահմանների բացումը Հայաստանի Հանրապետության համար բազմաթիվ հնարավորություններ է ստեղծելու, երկրորդ հոդվածն ենք շուտով տպագրելու արդեն հայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ տնտեսական հետևանքների մասին, առաջինը ավելի շատ երթուղիների մասին է։ Տնտեսագետները եւս հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելիս որոշակի դրական տեղաշարժից բացի ահազանգում են նաեւ վտանգների մասին։ Բնականաբար կան նաեւ որոշակի ռիսկեր, նվազեցնելով տրանսպորտային ծախսերը, մենք թուրքական ապրանքները ավելի մրցունակ ենք սարքում մեր շուկայում։ Տարիներ շարունակ տնտեսագետներն արձանագրում են Թուրքիայից եկող ապրանքների մրցակցության վտանգների մասին, քանի որ այդ պետությունն արտահանման ուղղությամբ սուբսիդավորման քաղաքականություն է իրականացնում, ինչպես նաև թուրքական լիրայի արժեզրկումն էլ ուղղակիորեն ազդում է ներկրվող թուրքական ապրանքների ավելի մատչելի լինելու վրա։ Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Open Media։ Երևանում կայացել է Հայաստանի եւ Իրանի արդարադատության նախարարներ Սրփուհի Գալյանի եւ Ամին Հոսեյն Ռահիմիի հանդիպումը։ Իրանցի նախարարը Երևանում է հայ պաշտոնակցի հրավերով։ Նա նշել է, որ կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի արդեն իսկ առկա իրավապայմանագրային դաշտը լինի գործող եւ իրականացվի երկկողմ պայմանավորվածությամբ սահմանված անելիքները։ Կողմերը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտում առկա երկկողմ համագործակցության ընթացքում առաջացող խնդիրներին եւ դրանց լուծմանը, ինչպես նաեւ Հայաստանում պատիժը կրող դատապարտյալների առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել պրոբացիայի շահառու հանդիսացող Իրանի քաղաքացիներին առնչվող հարցերին։ Նախարարներն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին եւ իրանցի գործարարների ներդրումային ծրագրերին։ Նախարարները ստորագրել են զույգ գերատեսչության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը կնպաստի երկու երկրների միջև այս ոլորտում համագործակցության խորացմանը։ Հանդիպման ավարտին Սրփուհի Գալյանը պաշտոնական հրավեր է ստացել այցելելու Թեհրան։ Մատենադարանում սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, նա ևս ներկա է եղել ու խոսել վերջին օրերի հեռակա բուռն բանավեճի մասին։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երեք նախագահների հասցեին Արցախի հարցով մեղադրանքներ է տեղացել, նրանք էլ տարբեր ձևերով ու բովանդակությամբ արձագանքել են։ Եթե կարճ, ապա Փաշինյանը նրանց հետ ուզում է բանավիճել նորից։ Վերջին օրերի բոլոր բանավեճերի մարտահրավերներն իմի է բերել իմ գործընկեր Աննա Հարությունյանը։ Կեղծ համեմատություն է։ Այսպես է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բնութագրում իր եւ ներկայիս իշխանության Ղարաբաղյան քաղաքականության միջև անցկացվող զուգահեռները։ Լրագրողների հետ զրույցում նա կտրուկ հերքել է պնդումները, թե Նիկոլ Փաշինյանը շարունակում է խաղաղության իր Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը։ Այդ թեզերը ինքը կործանեց
Ստեփանակերտում հայտարարելով Արցախը Հայաստանը եւ վերջ։ Կերտ բան է, համեմատությունը ոչ մի կապ չունի։ Իմ Ղարաբաղյան քաղաքականությունը իր քաղաքականությանը բացարձակապես։ Այս հայտարարությունները դարձան վերջին օրերին ծավալված հերակա բանավեճի շարունակությունը, որը սկիզբ էր առել անկախության տոնին հաջորդած օրը Տեր-Պետրոսյանի կողմից վարչապետին դավաճանության մեջ մեղադրելուց հետո։ Դրան էլ հետևել էր Նիկոլ Փաշինյանի հանրային բանավեճի հրավերը։ ՏՊԼ-ին ով եւ ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմաաթայի հռչակագրի ընդունումից եւ վավերացումից հետո Հայաստանի Հանրապետության 18 տարեկան զինվորներին տեղակայել Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Այս հարցին թող պատասխանի եւ մեկ էլ պարզաբանի՝ ի վերջո բանավեճի գալու է թե ոչ։ Իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են, որ հենց այս հրավերից խուսափելն է խոսում ընդդիմախոսների դիրքերի թուլության մասին։ Եթե այդքան համոզված են իրանց բոլոր պնդումներում, ինչու են խուսափում հրապարակային բանավեճից ժողովրդի աչքի առաջ։ Սովորաբար նման հրավերներ ուղարկում են ընդդիմությունը իշխանությունները եւ իշխանությունը մերժում է դրանք, եթե ինչ-որ բան ունի թաքցնելու, բայց մենք ունենք հակառակ իրավիճակ, երբ որ մենք ենք խնդրում, պնդում, հրավիրում, համոզում, որ կան բանավեճի, որպեսզի ցույց տանք, թե իրականում ինչ է եղել, ինչպես է եղել։ Բանավեճի հրավերին արձագանքել են Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունների փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը եւ Արմեն Աշոտյանը, երկուսն էլ իրենց առաջարկելով որպես Փաշինյանի ընդդիմախոս։ Նիկոլ, կրկնեմ քո նման համառ աներեսի համար, դու 3 նախագահների կարդացած գրքերի փոշին չարժես, նույնիսկ ինձ չարժես, անգամ բանավեճի ընդդիմախոսության համար դրական արժանինքներ են պետք, ու 10-րդ անգամ կրկնեմ առաջարկս, արի հետս բանավեճի, ուղիղ եթերում, հավասար պայմաններով եւ առանց ոչ նորմատիվ լեքսիկայի, խոստանում եմ։ Առաջին նախագահի անունից հանդես գալու պատրաստակամության բանավեճի հրավերին արձագանքել է Հայ ազգային կոնգրեսում նրա տեղակալ Լևոն Զուրաբյանը։ Իրավիճակը լուրջ է, պարոն նախագահ։ Հիվանդը արդեն շփոթում է հապավումների տառերը, առաջարկում հանրային բանավեճ կալանավայրի խցիկում, զառանցում ինչ-որ խաղաղության գոտու եւ սնուցող մայրերի մասին։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ ձեր բանավեճի մասին երևակայելն անգամ հղի է երկրի ղեկավարի հոգեկան վիճակի քայքայման վտանգով եւ Հայաստանի անվտանգության համար լրջագույն սպառնալիքներով, խնդրում եմ ինձ տալ լիազորություն ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճում։ Խոստանում եմ թերապևտիկ զգալի էֆեկտ։ Լևոն Զուրաբյանը 168-ին ասել է վարչապետի այսպիսի կոշտ արձագանքի պատճառն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հարվածել է իշխանության ամենազգայուն կետին, խաղաղության մասին թեզին։ Հարված է հասցվել Փաշինյանի ամենամեծ խաբեությանը, որ իբր ինքը խաղաղություն է բերել Հայաստանին։ Տեր-Պետրոսյանը ոչ միայն այդ խաբեությունն է բացահայտում, ինքը նաև ասում է, որ դու հələ մի հատ էլ այդ չեղած բանի համար, իդեպ որը հետևանք է քո բազմաթիվ ձախողումների եւ պարտված պատերազմների եւ այլն, դու մի հատ էլ հələ երեխտագիտություն ես ուզում սեփական ժողովրդից։ Առաջին նախագահը նաև նշել է բանավեճը դադարեցնելու իր պայմանը հրապարակել Ղարաբաղյան խնդրով բոլոր փաստաթղթերը։ Բանավեճի թեման սակայն շարունակում է մնալ քաղաքական օրակարգում եւ չի բացառվում, որ առաջիկայում հրապարակային քննարկման ձևաչափի շուրջ նոր առաջարկներ հնչեն։ Աննա Հարությունյան, Open Media։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, կհանդիպենք մեր հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։